ընկերության եթերում իր աշխատանքն է շարունակում Երևան լրատվի գլխավոր թողարկումը բարև ձեզ։ Օրվա լրահոսը նախ համառոտ։ Ինչպես է կառավարությունը խախտում իր իսկ նախաձեռնած օրենքը։ Բաքվում ընթանում է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը։ Ինչպիսին կլինի հայ-վրացական հարաբերությունների ճակատագիրը։ Հայտնի է պատանի և աղջիկների վոլեյբոլի առաջնության հաղթողների անունները։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում ԵԱՀԿ-ի հաջորդ կարևոր քայլը լինելու է նախագահների մակարդակով հանդիպման կազմակերպում։ Այս մասին Բաքվում ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նիստի ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ Շվեյցարիայի արտգործնախարար եւ նախագահ Դիդիե Բուրքհալտերը, պատասխանելով տարածաշրջանում կառույցի հետագա քաղաքականությանն առնչվող հարցին։ Մենք պետք է դնենք նոր դեբատների հիմքը, քանի որ պետք է հստակություն մտցվի մի շարք հարցերում, ասել է ԵԱՀԿ նախագահը։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը կնպաստի ոչ միայն ռուս-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, այլև եվրասիական ինտեգրացիոն գործընթացների իրագործման։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը, ամփոփելով Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի Ադրբեջան կատարած այցը։ Ռուսաստանի նախագահի խորհրդականն ընդգծել է, որ իր երկրի ղեկավարությունը հասկանում է, թե որքանով է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը արգելակում Հարավային Կովկասում տնտեսական զարգացումը։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ դրան խանգարում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտությունը, եւ եթե հաջողվեր այդ հակամարտությունը վերջնականապես կարգավորել եւ ապահովել Կովկասում երկարատև խաղաղություն եւ կողմերի փոխհմբռնում, ապա կարծում եմ, որ նույն խոչընդոտները, որոնք այսօր խանգարում են Ադրբեջանին դառնալ եվրասիական ինտեգրացիայի լիարժեք անդամ, կվերանան։ Ենթադրում եմ, որ դրանով է բացատրվում վերջին շրջանում Ռուսաստանի իշխանությունների այդքան մեծ հետաքրքրությունը Ադրբեջանի նկատմամբ, ասել է Գլազևը։ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի 23-րդ նստաշրջանն իր աշխատանքն է սկսել Բաքվում։ Հայաստանի ազգային ժողովի պատվիրակությունը եւս մասնակցում է նիստին։ Մեր երկրի պատվիրակությունը Բաքվում բարձրաձայնել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցում ազգերի ինքնորոշման իրավունքի մասին։ Նստաշրջանը կշարունակվի մինչև հուլիսի 2-ը։ Հունիսի 28-ից 29-ին կկայանան հանձնաժողովների նիստեր։ Հուլիսի 1-ին աշխատանքը կսկսի լիագումար նիստը։ Նշեմ, որ ընթացիկ տարվա մայիսից Եվրախորհրդի նախարարների կոմիտեում նախագահող երկիրն Ադրբեջանն է։ Իր ելույթում ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մոնտենեգրոյի խորհրդարանի նախագահ Ռանկո Կրիվոկապիչը հայտարարել է, որ Հարավային Կովկասում հատուկ ներկայացուցիչ Ժոաո Սուարեշը քաջածանոթ է տարածաշրջանի խնդիրներին։ Չնայած Ղարաբաղյան հակամարտության կարգավորման արդյունքների բացակայությանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունն ավելի ակտիվ է։ Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն հունիսի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում Ղարաբաղի ադրբեջանական հակամարտությունների շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 900 անգամ, որի ընթացքում տարբեր տրամապատճառի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 8000 կրակոց։ Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին եւ շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն։ Հայ-վրացական հարաբերությունները տարբեր ուղղություններով կշարունակվեն բնականon զարգանալ, չնայած տարբեր արտաքին քաղաքական կողմնորոշման, այս համոզմունքն է հայտնել Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը։ Մեր հարևան Վրաստանը արդեն գրավոր հաստատեց իր արտաքին քաղաքական կողմնորոշումը։ Բրյուսելում ստորագրված Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը աշխատանքային փուլի սկիզբն է միայն։ Եվրամիության 28 երկրները պիտի իրենց պարլամենտներով անցկացնեն այդ փաստաթուղթը։ Դրանից հետո զուգահեռ Վրաստանը եւ Եվրոպարլամենտը պետք է հաստատեն եւ 14-16 թվականների ընթացքում այդ բոլոր պայմանավորվածությունները պիտի իմպլեմենտացվեն վրացական օրենսդրության մեջ։ Ինչ ազդեցություն կունենա այդ փաստաթուղթը, այս պահի համար հարցադրումը արդիական է։ Այս ամիսներին Թբիլիսիում մտահոգ էին, որ Մոսկվան կարող է խոչընդոտել ասոցացման գնալու գործընթացին։ Ինչ վերաբերում է հայ-վրացական հարաբերությունների հետագա ճակատագրին, Ջոնի Մելիքյանը ընդգծում է, դրանք երկու մակարդակով էլ շարունակվելու են։ Ինչքանով բարիդրացիական հարաբերություններ լինեն Ռուսաստանի եւ Վրաստանի միջև, այս ամենից հետո այդ ամենը ուղղակի կազդի նաև հայ-վրացական հարաբերությունների վրա։ Հայաստանի ու Վրաստանի արտաքին քաղաքական վեկտորները նոր չէ, որ հակառակ ուղղություններով են գնալու։ Հիմա էլ մեծ հաշվով Մելիքյանի խոսքով խնդիրներ չեն կունենա, գուցե տնտեսական մասով։ Հայաստանի եւ Վրաստանի միջև եւս կա ազատ առևտրի գոտու այդ համաձայնագիրը եւ այդ ամենը պիտի վերանայվի, բայց այս պայդրությամբ Հայաստան մաքսային միության այդ
ֆորմատում դեռևս քննարկումները ընթանում են։ Վրաստանը կօգնի նաև Հայաստանին պահելու կապը Եվրամիության հետ, համոզված է Մելիքյանը, իսկ Ռուսաստանը պետք է գիտակցի, վաղուց է կորցրել Վրաստանին։ Անահիտ Հակոբյան, Դավիթ Ավետիսյան, Երևան լրատու։ Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին մասնակցել կամ դրանից հրաժարվել աշխատողին նման որոշում կայացնել կառավարության լրամշակված օրենքը թույլատրում է, բայց ինչպես բազմաթիվ ահազանգերը փաստում են, աշխատողների նկատմամբ ճնշումներ են գործադրվում, նրանցից մեկին անդրադարձել է Երևան լրատուն։ Պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին կառավարության լրամշակած օրենքով աշխատակիցն իրավունք ունի չընդգրկվել կուտակային կենսաթոշակային համակարգում, գրավոր տեղեկացնելով գործատուին, բայց կառավարությունը ստացվում է ինքն էլ իր մշակած օրենքը շրջանցում է, ինչու մինչ այժմ բազմաթիվ պետական հաստատություններում աշխատողներին պարզապես թույլ չեն տալիս օգտվել կամավորի սկզբունքից, օգտվելու դեպքում էլ հաջորդում է աշխատանքից հեռացման հրամանը։ Արագածոտնի մարզի Զովասար գյուղի միջնակարգ դպրոցի մաթեմատիկա եւ ինֆորմատիկա առարկաների ուսուցիչ Տիգրան Սարգսյանը այսուհետ գործազուրկի կարգավիճակում է։ Պատճառը, ինչպես ինքն է հավաստիացնում, կուտակայինից հրաժարվելու դիմումներ, որին հաջորդել է տնօրենի կտրուկ քայլը՝ աշխատանքից հեռացում։ Հայտարարում են, որ իբր բացակայության պատճառով աշխատանքից ազատվել եմ։ Բնական է, ոչ մի փաստ կամ հիմք ազատման մեջ չէին գրի, որ դիմում գրելու համար ենք ազատել եւ մինչեւ վերջը նրանք կհերքեն այդ փաստը։ Եթե նա պնդում է, որ դա չի խնդիրը, ապա ինչու իմ դիմումը ստանալուց հետո ինձ ստացական չի տվել, որ դիմումը ստացել է եւ ինչու նա շարունակել է հաջորդիվ ամիսներին պահումները անել։ Ստացվում է Սահմանադրական դատարանի ապրիլի 2-ին ընդունած վճիռը անտեսվել է, սա միակ խախտումը չէ։ Տիգրան Սարգսյանի խոսքով իր հեռացման հրամանը տրվել է մայիսի 8-ին, մինչդեռ իրեն այդ մասին ծանուցել են միայն հուլիսի 6-ին։ Հարկ է նշել, որ գործատուն իրավունք ունի աշխատանքային գրքույկում գրառում անելու միայն այն դեպքում, երբ աշխատողն ինքն է դիմում, մինչդեռ Նման դիմում ես չեմ ներկայացրել, ուղղակի վատություն անելու համար նա այդ քայլը արել է, այդ գալաթ արել է, որի համար պատասխան տալու է աշխատանքի տեսչության առաջ։ Նման դրույթ, որը սահմանի, որ գործատուի ցանկությամբ պետք է աշխատանքային պայմանագիրը լուծվի, նման դրույթ գոյություն չունի։ Պետք է հիմնավորված լինի։ Ցանկությունը կարող է լինել աշխատողի։ Նախորդ շաբաթ նույն խնդրով մանկավարժական համալսարանի մի քանի դասախոսներ ահազանգեցին։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը աշխատողների հանդեպ նման ճնշումների մասին հարցադրմանը պատասխանել է անտեղյակությամբ։ Ու թեև մամուլում այս դեպքերը մատնանշում են, նախարարը չի լսել նման ոչ մի դեպք, լինելու դեպքում կուսումնասիրվի։ Գյուղապետը հայտարարեց, որ մեր գյուղում եւ գյուղապետարանում եւ դպրոցում բոլորը չեն գրել ու չեն գրելու այդ դիմումները կենսաթոշակը պահելու մասին։ Ոչ ոք ցանկություն չի արտահայտ է գրելու։ Այսինքն եթե նա նման համարձակ հայտարարություն է անում, այստեղ երկու տարբերակ կա, կամ նա հանձնարարել է, որ չանեն այդ բաները, կամ նա վստահ է, որ ոչ ոք չի էլ կարա գրի։ Գործատուն երբ պարտադրում է աշխատողին աշխատանքից ազատվելու մասին դիմում գրել, պետք չի գրել։ Հայաստանի Արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Բորիս Խարատյանը վստահ է կուտակային համակարգի ներդրման համար կառավարությունը հարմար ժամանակ չի ընտրել, նախքան ներդնելը հարկ էր երկար քննարկել տարբեր օղակների հետ։ Կառավարության հետ նման պայմանավորվածություն ըստ Խարատյանի եղել է, բայց ինչպես տեսնում ենք, գործադիրը նախընտրեց միանձնյա որոշում կայացնել, իսկ կուտակայինի հանելուկը շարունակվում է, թեկուզ ուրիշ անվանումով նպատակային սոցիալական վճար, որը սկզբում կվճարեն պետական 3 տարի անց մասնավոր հատվածի աշխատողները։ Կուտակային համակարգը ապահովելու է բարեկեցիկ, արժանապատիվ, չգիտեմ, ծերություն, հա, ապագա եւ այլն, լինելու են բարձր կենսաթոշակներ, բայց այդ բառերը իրենց մեջ ոչ մի հիմնավորում չեն պարունակում։ Այն դեպքում, երբ մենք ունենք Սահմանադրության 34-րդ հոդվածը, որով սահմանված է, որ յուրաքանչյուր ոք իր եւ իր ընտանիքի համար ունի բավարար կենսամակարդակի իրավունք։ Ես չեմ գտնում, որ այսօր կարելի է միջին խավից տենց պահումներ թույլ տալ, որովհետև շատ վատ վիճակում է երկիրը, թե նյութական վիճակով, թե հոգեբանական նամանավանդ։ Ու այսօր նման ավել հարկ դնելը իրանց վրա, ահա որ անբարոյական եմ համարում։ Տիգրան Սարգսյանը արդեն պատրաստել է հայցադիմումն ու դիմելու է դատարան իր հանդեպ եղած ապօրինի գործողությունները վիճարկելու համար, ասում է վճռական է տրամադրված ու նույնն էլ խորհուրդ է տալիս մյուսներին։ Թող համարձակ դիմումները գրեն, տան հաշվապահին, ստացական վերցնեն, որ դիմումը ստացել են, կամ 20-20-ը վրան գրեն ստացա այսօրը, ու թող համարձակվեն այդ ամիս պահումը անեն։ Տիգրանը այս իրավիճակում միակը չէ, բայց միայնակ է, նույն խնդրին հանդիպած բազմաթիվ այլ աշխատակիցներ մեզ դիմում էին անանուն, չնշելով անգամ իրենց աշխատավայրի անունը։ Պատճառը մեկն է՝ վախ կորցնել կեցությունը ապահովող աշխատանքը։ Անահիտ Հակոբյան, Դավիթ Ավետիսյան, Երևան լրատու։
Միջազգային լրահոսից ստացվող տեղեկատվությանը ծանոթացեք ամփոփ տեսաշարով։ Ժան-Կլոդ Յունկերը Եվրոպական հանձնաժողովի նախագահի պաշտոնում կփոխարինի Ժոզե Մանուել Բարոզոին։ Այս առաջադրումը մեծ դիվանագիտական պարտություն էր Լոնդոնի համար։ Որոշումը կայացվել է քվեարկությամբ, որը Եվրամիության գագաթաժողովում եղել է առաջին անգամ, երբ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը լայնածավալ հակաքարոզչություն էր կատարում ընդդեմ Յունկերի։ Դեվիդ Քեմերոնին միացել է միայն Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, դեմ քվեարկելով Յունկերին։ Եվրամիության մյուս 26 անդամ երկրների ներկայացուցիչները աջակցել են Յունկերի թեկնածությանը։ Եվրամիության առաջնորդները կորորոշեն նաև Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով ներկայացուցչի եւ Եվրամիության խորհրդի նախագահի թեկնածուներին, ովքեր կփոխարինեն Քեթրին Էշթոնին եւ Հերման վան Ռոմպոյին։ Լյուքսեմբուրգի նախկին վարչապետ Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել է, որ հպարտ է թեկնածության առաջադրմամբ Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնում եւ հույս ունի ստանալ Եվրախորհրդարանի աջակցությունը։ Ռուսական կողմը նախկինի պես պատրաստ է խորհրդակցություններ սկսել Ուկրաինայի, Մոլդովայի եւ Վրաստանի հետ Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո տնտեսական քաղաքականության փոփոխության հարցերով, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Մենք ցանկացած պահի պատրաստ ենք խորհրդակցություններ սկսել, այդ թվում վրացի գործընկերների հետ։ Մեր երկրներն ամեն դեպքում առևտրային հարաբերություններ ունեն, որոնք մենք ցանկանում ենք զարգացնել։ Բնականաբար մեզ առաջին հերթին հետաքրքրում են Ռուսաստանի, ինչպես նաեւ Մաքսային միության անդամ երկրների Բելարուսի, Ղազախստանի շահերը։ Մեզ մոտ ամեն ինչ միատեսակ կլինի, մեզ փորձում են համոզել, որ ոչ մի ահավոր բան տեղի չի ունենա, եւ Ռուսաստանն Ուկրաինայի նման անգամ շահով դուրս կգա, հստակեցրել է Լավրովը։ Ուկրաինան չի կորցնում այլընտրանքային աղբյուրներից բնական գազ ստանալու հույսը, ինչը մասնավորապես վերաբերում է Կասպյան ավազանի գազին։ Այս մասին հայտարարել է Ուկտրանս գազի ներկայացուցիչը։ Նրա խոսքերով Ուկրաինան մասնավորապես պլանավորում է անդրանատոլիական գազատարով, ապա անդրաադրիատիկ գազատարով ստանալ ադրբեջանական գազ։ Նա սակայն չի մանրամասել, թե Ուկրաինան ինչպես է պլանավորում այդ խողովակաշարերի գազը հասցնել իր մոտ։ Մինչև այս Կիևի ներկայացուցիչները քանիցս հայտարարել են, որ կան տարբեր եղանակներ ադրբեջանական գազը Ուկրաինա հասցնելու համար։ Դրանցից մեկն այսպես կոչված swap մատակարարումներն են, երբ ադրբեջանական գազը կմատակարարվի Իտալիա, իսկ եվրոպական ընկերությունները համապատասխան ծավալի գազ ռևերսային ճանապարհով կմատակարարեն Ուկրաինային։ Իսրայելի ռազմաօդային ուժերը ռմբակոծել է գրոհայինների օբյեկտները Գազայի հատվածում։ Ըստ Իսրայելի պաշտպանության բանակի հրթիռային հարվածների թիրախը գրոհայինների երկու ճամբարներն են եղել՝ զենք արտադրող շինությունը, ինչպես նաև զինանոցը Գազայի հատվածում։ Հիշեցնենք, որ հունիսի 27-ին Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել էին Գազայի հատվածի հյուսիսային մասին։ Հարձակման հետևանքով սպանվել է երկու պաղեստինցի։ Դրանից հետո 2 ժամ անց Գազայի հատվածից Իսրայելի հարավային հատվածի ուղղությամբ բաց թողնված երկու հրթիռները գրավել էին ՀՕՊ համալիրի կողմից։ Սարայևոյում հունիսի 28-ին կնշեն Էրցհերցոգ Ֆերդինանդի ավստրո-հունգարական կայսրության ժառանգորդի առաջին համաշխարհային պատերազմի պատճառ դարձած սպանության 100-ամյակը։ Բրյուսելում նախապես ծրագրվել էին այդ տարելիցին նվիրված եվրոպական գաղափարաժողով եւ այն անցկացնել Բոսնիայի մայրաքաղաքում, բայց հետո որոշել էին հրաժարվել այդ գաղափարից Բալկանյան երկրներում առկա տարաձայնությունների պատճառով։ Միևնույն ժամանակ հիշատակի արարողություններն ընթանում են եվրոպական միասնության կարգախոսներով։ Մենք դիմակայել ենք 19-րդ դարավերջի 3 պատերազմների 2 պատերազմի 20-րդ դարում, իսկ այժմ Եվրոպայում ռազմավարական գործընկերներ են, ասել է միջոցառման կազմի կոմիտեի նախագահը։ Էլինե Սարգսյան, Երևան լրատում։ Իդեպ Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում Լյուքսեմբուրգի նախկին վարչապետ Ժան-Կլոդ Յունկերի առաջադրվելու փաստը արդեն դժգոհություն է առաջացրել Թուրքիայում։ Հիշեցնենք, որ նախորդ ամիս մի հեռուստահաղորդման ժամանակ Յունկերը հայտարարել էր, որ Թվիթերը արքայլափակած երկիրը տեղ չունի Եվրամիությունում։ Նա նշել էր, որ Եվրահանձնաժողովի նախագահ դառնալու պարագայում 5 տարվա ընթացքում Թուրքիայի առաջ փակելու է Եվրամիության լիիրավ անդամակցության դռները։ Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել էր նաև, որ Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրոյդերը մեծ սխալ թույլ տվել 1999 թվականին Հելսինկիում Թուրքիային Եվրամիության տեխնացու երկրի կարգավիճակ շնորհելով։ Յունկերը դեռևս 2004 թվականին պնդել էր, որ անդամակցության փոխարեն կարելի է Թուրքիային գործընկերություն առաջարկել։ Մարզական անցուդարձից Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկան քննադատել է FIFA-ին, որն անգլիական Լիվերպուլի հարձակվող Լուիս Սուարեսին որակազրկել էր ազգային հավաքականի 9 խաղով 4 ամիս հեռացնելով ֆուտբոլից։ Իտալացիները սիրում են սադրել մրցակցին, սակայն այս անգամ նրանք չափն անցան։ Մենք հաճախ ենք տեսնում, թե ինչպես են խաղադաշտում տեղի ունենում ավելի կոպիտ խախտումներ, որոնց համար այդքան խիստ չեն պատժում։ Երևում է FIFA-ն կարծում է, որ Սուարեսին կարելի է որակազրկել, քանի որ նա ներկայացնում է փոքրիկ Ուրուգվայը, ասել է Ուրուգվայի նախագահը։ Այսօր կայացել է պատանիների եւ աղջիկների վոլեյբոլի առաջնությունը։ Պատանիներից առաջին տեղում է Վանաձորի թիմը, իսկ աղջիկների թիմերից առաջին հորիզոնականում է հայտնվել Սյունիքի Սիսիան թիմը։
Հունիսի 23-ից 28-ը կայացել է Հայաստանի Հանրապետության պատանիների եւ աղջիկների վոլեյբոլի առաջնությունը։ Թիմերի կազմում խաղացել են 1992 թվականից 2000 թվականների ծնվածները։ Միմյանց դեմ մրցել են աղջիկների 4 եւ տղաների 5 թիմեր։ Պայքարը երկրորդ տեղի համար է, մրցում են Ավանիկ եւ Արաբկիրի թիմերը։ 2-0 առավելությամբ հաղթում է Արաբկիրի թիմը։ Աղջիկների մոտ չեմպիոն դարձան Սյունիքի աղջիկների թիմը, երկրորդ տեղ գրավեց Խմոմի թիմը եւ երրորդ տեղ գրավեց Ավան համայնքի թիմը։ Տղաների մոտ չեմպիոն դարձան Վանաձորի թիմը, երկրորդ տեղ գրավեց Արաբկիր համայնքի թիմը, երրորդ տեղ Աչեփնակի թիմը։ Պարգևատրվեցին նաեւ թիմերի լավագույն խաղացողները։ Դավիթ Սերոփյանը Վանաձորի թիմից է։ Աչքի ընկել իր աշխուժությամբ, խաղի կանոններին եւ վոլեյբոլի նրբություններին տիրապետելու հմտություններով։ Հատկանշականն այն է, որ հիմնականում առաջատար հորիզոնականներում են մարզերի թիմերը։ Ըստ Կարեն Ասմարյանի, մարզերի որոշ դպրոցներում վոլեյբոլին մեծ ուշադրություն են դարձնում, իսկ պատանիները եւ աղջիկները լրջորեն զբաղվում են այս սպորտաձևով։ Պարզապես իրենք այս անգամ ավելի լավ էին պատրաստված եւ չեմպիոնատը սա արդեն եզրափակիչ փուլն էր, բայց միջ այդ մասնակցել են ավելի շատ քանակությամբ թիմեր։ Հիմա արդեն եզրափակիչ փուլում մասնակցեցին 4 աղջիկների թիմեր եւ 5 տղաների թիմեր։ Ճիշտն ասած տեղ չէին գրավել, այս առաջի անգամ է։ Շատ ուրախ ենք մասնակցելու համար, առաջին անգամ ենք առաջին տեղ գրավում։ Պայքարում էինք, խաղացինք, կրեցինք։ Պատանիներն իրենց հաղթանակով ոգևորված են, մտադիր են դեռևս շատ ու շատ առաջնությունների մասնակցելու գրավել միայն առաջին հորիզոնականները։ Առաջնությանը մասնակցած պատանիներից եւ աղջիկներից շուտով կընտրվեն լավագույն խաղացողները։ Դեկտեմբերի 17-ից 22-ն ընկած ժամանակահատվածում Բելարուսում Եվրոպայի պատանիների առաջնությանը մասնակցելու համար։ Սյուզիա Սատրյան, Դավիթ Ավետիսյան, Երևան լրատու։ Այսքան այս ժամի համար վարկյաններ անց կարող եք ծանոթանալ եղանակի առաջիկա կանխատեսումներին, իսկ ինձ մնում է մաղթել հաճելի հանգստյան օր։ Հուլիսի 10-ից սկսած յուրաքանչյուր 5 շաբթի Visa Concord եւ Sputnik տուրիստական ընկերություններն իրականացնում են ուղիղ չվերթներ առանց մուտքի արտոնագրի դեպի Մոնտենեգրո եւ Խորվաթիա։ Չվերթներն իրականացվում են Մոնտենեգրո ավիաուղիների ինքնաթիռներով։ Տոմսերը կարող եք պատվիրել Sputnik եւ Visa Concord ընկերությունների գրասենյակներում։ Եթերում եղանակի տեսության թողարկման ժամն է, բարև ձեզ։ Այժմ խոսենք հանրապետության եղանակից։ Առաջիկա օրվա ընթացքում մեզ մոտ կդիպի փոփոխական անպամատությամբ եղանակ։ Շրջանների մեծ մասում երեկոյան սպասվում են տեղումներ, արևմտյան կեսում տեղումները բավականին առատ եւ ինտենսիվ կլինեն։ Այստեղ հնարավոր է նաեւ ամպրոպի ժամանակ քամուշ գնացում մինչեւ 23 մետր վարկյան արագությամբ։ Տեղ-տեղ հնարավոր է նաեւ կարկուտ։ Հանրապետության հարավային կեսում տեղումները կարճատև կլինեն, իսկ օդի ջերմաստիճանը փոքր-ինչ կնվազի։ Ցերեկային ժամերին անհրաժեշտ է խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։ Լեռնային շրջաններում գիշերային ժամերին նվազագույնը սպասվում է 7, ցերեկն առավելագույնը մինչև 25 աստիճան տաքություն։ Լոռվա մարզում գիշերը 11, ցերեկը մինչև 26, Տավուշում գիշերը 15, ցերեկը մինչև 29 աստիճան տաք։ Արարատյան դաշտում գիշերը 14, ցերեկը մինչև 34 աստիճան տաք։ Սյունիքում գիշերը 15, ցերեկը մինչև 32 եւ Արցախում գիշերը 15, ցերեկը մինչև 28 աստիճան տաքություն։ Իսկ մայրաքաղաքում օրվա առաջին կեսին կդիպի փոփոխական անպամատությամբ, սակայն առանց տեղումների եղանակ, օրվա երկրորդ կեսին հնարավոր են թույլ կարճատև տեղումներ։ Օդի ջերմաստիճանը գիշերային ժամերին նվազագույնը սպասվում է 15, ցերեկն առավելագույնը ստվերում մինչև 34 եւ երեկոյան 26 աստիճան տաքություն։ Գեոմագնիտական դաշտը կլինի կայուն։ Այժմ տեղափոխվենք Ռուսաստանի եվրոպական կես։ Ինչպես տեսնում ենք, տեղումներով կզանազանվի միայն Սանկտ Պետերբուրգը, որտեղ օդի ջերմաստիճանն այստեղ կհասնի մինչև 21 աստիճան տաքության։ Մոսկվայում եւ Կրասնոդարում առաջիկա օրվա ընթացքում կդիպի փոփոխական անպամատությամբ, սակայն առանց տեղումների եղանակ։ Օդի առավելագույն ջերմաստիճանը Մոսկվայում կգրանցվի մինչև 20, Կրասնոդարում մինչև 26 աստիճան տաքություն։ Ռոստովում առաջիկա օրվա ընթացքում կդիտվի առանց տեղումների եղանակ, օդի առավելագույն ջերմաստիճանն այստեղ կհասնի մինչև 30 աստիճան տաքության, իսկ այս Սոչիում կդիտվեն տեղումներ, իսկ օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 27 աստիճան տաքության։ Առաջիկա օրվա ընթացքում Ֆրանկֆուրտում սպասվում են կարճատև տեղումներ, օդի ջերմաստիճանն այստեղ կհասնի մինչև 21 աստիճան տաքության, Փարիզում կդիտվի փոփոխական անպամատությամբ, սակայն առանց տեղումների եղանակ, օդի առավելագույն ջերմաստիճանն այստեղ կգրանցվի մինչև 21 աստիճան տաք։ Էր Արմենիա, մաղթում ենք ձեզ հաճելի թռիչք։ Այժմ տեսնենք ինչպեսի եղանակ է սպասվում Խորվաթիայում եւ Մոնտենեգրոյում, ինչպես տեսնում ենք երկու հատվածներում էլ կգերակայի բավականին ջերմ եւ արևառատ եղանակը, օդի առավելագույն ջերմաստիճանը Խորվաթիայում կհասնի մինչև 29, իսկ Մոնտենեգրոյում մինչև 32 աստիճան տաքության։ Եղանակի համար նախատեսել ենք այսքանը, հաջողություն։
Thank you.